Մեր բալիկի առաջին հունիսի 1-ն է։ Մենք էլ շատ ուրախ տրամադրությամբ եկել ենք։ Այս ու բոլոր բալիկների եւ ինչու՞ չէ նաեւ մեծերի համար է ստեղծված ու սպասված Ստեփանավանի վերանորոգված զբոսայգին։ Չէ՞ որ ամիսներ շարունակ ստեփանավանցիները հետևել են, թե ինչպես է քարը-քարին դնելով շունչ առնում երազանքի ճանապարհը։ Եվ այսօր է, որ շինարարական ձայներին հաջորդելու է եկել երեխաների ուրախ արձագանքի ճիչերը։ Սա պարզապես զվարճանքի վայր չէ, այլ խորհրդանիշ է երեխաների հանդեպ ունեցած մեր հոգատարության, ջերմության եւ սիրո։ Խորհրդանիշը նաեւ որ մենք կառուցում ենք պայծառ եւ լուսավոր ապագա։ Ցանկանում եմ իմ սրտագին շնորհակալությունը հայտնել այս հրաշալի զբոսայգու կառուցման համար բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել։ Թող Տերը բազմապատկի ձեր վարձը եւ առատապես շնորհի ձեզ։ Սիրելի երեխաներ, այսօրը ձեր օրն է։ Թող այս հրաշալի զբոսայգուց չպակասեն ձեր ժպիտները։ Ստեփանավանում երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվեց հիմնանորոգված քաղաքային զբոսայգու բացմամբ, որն իր գիրկն էր հրավիրել ոչ միայն ստեփանավանցիներին, մարզի բոլոր անկյուններից էին հյուրերը։ Սպասված իրադարձությունը Ստեփանավան էր բերել նաև պետական քաղաքական գործիչների, ովքեր վստահ են վերանորոգված եւ երեխաների ակտիվ հանգստի կազմակերպման համար նախատեսված այգին շուտով կդառնա նաև զբոսաշրջիկների սիրելի հանգստի վայրերից մեկը։ Եվ մենք պարտավոր ենք մեր երեխաների համար անել ամենը, որպեսզի իրենք զգան ապահով, իրենք զգան բարեկեցիկ, մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի նրանց մանկությունը լինի գունավոր, գեղեցիկ, պարզ եւ ամենակարևորը անցնի խաղաղ երկնքի տակ։ Գունառատ, լուսավոր օրը ստեղծված հեքիաթային միջավայրում շատերին է տեղափոխում մանկություն։ Հունիս 1-յան եւ հպարտության զգացողություններով է կիսվում մարզի ղեկավարը։ Բոլոր մանուկները ինձ թվում է նույն կերպ են մտածում, նույն կերպ են ուրախանում, այդ մանկությունը ապրում։ Տարբերությունը կայանում է նրանում, որ հիմա բնականաբար ուրախ ենք, որ մեր երեխաների համար ավելի լավ պայմաններ են ստեղծված եւ ուրախություն է ինձ պատում, որ մեր Ստեփանավան համայնքի բոլոր երեխաները, մեծահասակները կարող են այս հրաշալի այգուց օգտվել, ինչի՞ չէ նաեւ մշակութային միջոցառումներ անցկացնել, նաեւ այդ հպարտությունը ապրում եմ, երբ որ նոր կառուցված մանկապարտեզների բացման, դպրոցների բացման միջոցառումներին եմ մասնակցում։ Մտովի տեղափոխվում եմ իմ մանկության տարիները, երազելով, որ ես ինքս եւ իմ հասակակիցները նույնպես հնարավորություն լիներ այդպիսի պայմաններում մանկապարտեզ այցելել, դպրոցում սովորել։ Հիմա շատ ավելի ուրախ եմ, որ մեր ներկայիս սերունդը ավելի լավ պայմաններում կարողանում են ապրել եւ անհոգ մեծանալ։ Երեխաների անհոգ ու հետաքրքիր անվտանգ առօրյային ուղղված եւ նորարար լուծումներով այգին կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Այն նաեւ վստահելի եւ վառ օրինակ է մասնավոր ներդրման տեսանկյունից։ Այգու կառուցմանը ձեռք է մեկնել նաեւ Ստեփանավանցի բարերարը։ Համայնքապետարանը ունի այդ վստահությունը, որ եթե մասնավոր մարդը քաղաքացին ասենք ինչ-որ մի բարերարությամբ հանդես է գալու ֆինանսական միջոցներ հատկացնում, մենք շատ պարզ թափանցիկ այդ ամենը դրում է համայնքի վրա, սա առաջի դեպքը չի, արդեն քաղաքային այգու հետ կապված ինքը երրորդ դեպքն է։ Մեր համաքաղաքացի Էմիլ Երիցյանը շատ մեծ մոտ 90 միլիոն դրամով մասնակցություններ ունեցել երրորդ կողմ եւ այդ ամենը նպաստել է նաեւ նա, որ համայնքի բաժնեմասնել է որոշակի պակասել եւ պետությունը ես դրա հաշվին 5% իր վրա է բեռը նորից ավել վերցրել։ Չի համար նաեւ ուզում եմ եւս մեկ անգամ իմ շնորհակալությունները հայտնել կառավարությանը, վարչապետի գլխավորությամբ, մարզպետին, մեր падգամավորին եւ եւս մեկ անգամ ուզում եմ շեշտադրում անել մեր պաշտպանության նախարարին Սուրեն Բաբիկյանին ինձ հացուցաբերած աջակցությանը համարել եւ ամենակարևորն է խորին շնորհակալությունս կրկին Էմիլ Երիցյանին, ով որպես ֆիզիկական անձ, որպես մեր քաղաքացի
մեծ բարերարությամբ է հանդես եկել այս ծրագիրը կյանքի կոչելու համար։ Ծրագիրը կյանքի է կոչվել 2 փուլով, ընդհանուր մոտ 640 միլիոն դրամ արժեքով։ Իրականացվել են այգու տարածքի եւ անցուղու հիմնանորոգման աշխատանքներ։ Վերակառուցված այգին համալրված է ժամանակակից ատրակցիոններով, կարուսելներով, վերանորոգված անցուղիներով, կանաչապատ տարածքներով, խաղահրապարակներով։ Սա նպատակ է համայնքի բնակիչների համար հարմարավետ, ապահով ու գրավիչ նոր հասցե ունենալու։ Համայնքի ղեկավարը խոստովանում է, երջանիկ է, որ տոնը իսկապես ստացվել է։ Երեխաների դեմքերին նայելիս, որ այսօր երեխաները երջանկություն են ապրում, առավել եւս որ այսօր հունիսի 1-ն է երեխաների պաշտպանության օրն է եւ մեր մոտ ստացվեց այսօր մեր երեխաներին նվիրել, իրականում դուք լավ ասեցիք, տարածաշրջանում նմանը չունեցող զբոսայգի ատրակցիոններով երջանիկ եմ շատ։ Ստեփանավանը զբոսաշրջային առանձնահատուկ դիմագիծ ունենալու հստակ քայլերով առաջ է գնում։ Զբոսայգին այդ քարտեզում հատուկ տեղ կունենա։ Վստահ են նաև հյուրերը, ովքեր բացմանը ներկա լինելու համար կիլոմետրեր են կտրել։ Բնությունը շատ սիրուն է, կարուսելները շատ սիրուն, շատ գեղեցիկ տեղ է։ Հին կարուսելները, հին ամեն ինչը այդքան ուիթ չէր ապահովում, ինչքան որ նորերը։ Շատ լավ է որ բացվել է։ Երեխաները կգան կզբաղվեն։ Ну, հետաքրքիր կանցնի ավելի շատ ժամանակը։ Այգին հավանեցիր։ Այո։ Ամենաշատը ինչ դուրս եկա։ Բոլորը։ Մի որ մեր քաղաքը չուներ զբոսանքի եւ շամանցի այլ վայրեր, այգին մեծ հնարավորություններ տվեց դրա համար։ Եվ սա մեծ առիթ է, որպեսզի զբոսաշրջիկներին գրավենք եւ վերենք մեր շատ սիրուն քաղաք։ Ահա եւ հեքիաթասաց Կարմիր ժապավենը կտրվում է եւ տարածաշրջանում նմանը չունեցող զբոսայգին ասում է. «Բարի գալու Ստեփանավան»։ Օրվա ընթացքում այգու բոլոր խաղային ատրակցիոններն ու ժամանցային կարուսելները աշխատեցին անվճար, ապահովելով հիշարժան օրվա էլ ավելի անմոռանալի ակնթարթները։ Անետ Կարապետյան, Հանդես Պապանյան, Տապանակ, Ստեփանավան։